Հայաստանի համար շարունակում է սկզբունքային լինել, որ կոմունիկացիաները պիտի գտնվեն Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո եւ պիտի պաշտպանվի Հայաստանի սուվերենությունը այդ ճանապարհների նկատմամբ։ Թուրքիան ո՞րն է, որ այդ նշած սկզբունքներով փոխադարձության սկզբունքով բացվեն ճանապարհները։ Կարծում եմ արդեն նշեցի, որ թուրքական կողմի համար ընկալելի ըմբռնելի են հայկական կողմի դիրքորոշումները։ Պատրաստ է այդ հարցում օրինակ փորձել Ադրբեջանին ևս վերել Ադրբեջան կառուցողական դաշտ։ Ես կարծում եմ դա թուրքական կողմի կենսական շահերից է նաև բխում կոմունիկացիաների բացումը մեր տարածաշրջանում։ Ցույց տվա այդպիսի նախաձեռնողականություն ստացել եք այդպիսի ազդակ, որ այդ հարցում, որ առանցքային հարց է Երևանի եւ Բաքվի միջեւ, Թուրքիան փորձի նաև ինքը Բաքվին նպաստել, որ կա կառուցողական դաշտ, եթե իր համար ընկալելի են Հայաստանի մոտեցումները։ Առաջարկում եմ այդ հարցը ուղղել փորձագետներին, որտեղ կանխատեսումներով զբաղվել մի քիչ իմ աշխատանքի մեջ չեմ։ Ընդհանուր առմամբ ասում եմ, որ մենք դրական ենք գնահատում քննարկումները, որոնք տեղի են ունեցել թուրքական կողմի եւ վարչապետ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ։ Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, դրանք կյանքի կկոչվեն եւ դրա մասին թե փակ հանդիպման ժամանակ, թե նաեւ վստահաբար հանրային կերպով մշտապես մեր դիրքորոշումը արտահայտում այս բան ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ես չէի գնահատի։ Ես գործընթացը փակուղային չէի գնահատի, որովհետև փակուղային գնահատականի համար առնվազն անհրաժեշտ է նախադրյալ, որ քննարկումներ չկան, իսկ քննարկումներ թե Հայաստանի, թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի հետ քննարկում։ Ադրբեջանի պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում եւս նույն դիրքով չի հանդես գալիս, այսինքն թուրքական կողմը Զանգեզուրի միջանցքի հետ պատկերացրած ադրբեջանական կողմի պատկերացրած Զանգեզուրի միջանցքի հարցում չի աջակցում Ադրբեջանին եւ ինքը այդ օրակարգը չի սպասարկում։ Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ կոմունիկացիաները պիտի անցնեն Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել, չնայած այն բոլոր շահարկումներին, որ այցից առաջ եւ այցից հետո մամուլում տեղ են գտել։ Իսկ ինչ բացատրություն ունեք, որ ժամանակ առ ժամանակ այս հարցը փակվում է իրենց կողմից, եւ հետո ժամանակ առ ժամանակ իրենք հենց բացում են։ Օրինակ, պետք չէ ճանապարհը մենք Իրանից ճանապարհ կստանանք, ամուր չեն կառուցում, հետո նորից խոսվեց կանոնի միջանցքի մասին։ Դրանք բացատրություն։ Ենթադրաբար կոմունիկացիաների բացումը հավասարապես կարևոր է թե մեր հարևանների համար։ Հայաստանի առաջարկների, գրավոր առաջարկներ, որ ուղարկվել էր ապաշրջապատման։ Այս մասին երբ լինի նորություն, վստահաբար հանրությունը կտեղեկացվի դրա մասին։ Հույս ունենք, որ մոտ ապագայում շարունակվեն այդ բանակցությունը։ Գործընթացի համար հանդիպում է անհրաժեշտ, հույս ունենք, որ կլինի հանդիպում։ Հայկական կողմը դրական է տրամադրված եւ հաշվի առնելով, որ մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, մենք կողմ կլինենք նման հանդիպման անցկացմանը։ Պատասխանեցի ձեր հարցը։ Ավելի առաջարկները, պահանջները, որ իրենք անընդհատ ներկայացնում են մամուլով հրապարակումների տեսքով, հայտարարությունների տեսքով, բանակցային գործընթացում իրենք փոխվում են այդ հարցերը որպես հրապարակ։ Հարցին բազմիցս պատասխանել։ Իսկ երեք հայտարարությունը մենք շարունակում ենք այլ երեք հայտարարությունը այս բանակցությունների զուգահեռ ասում է Հայաստանը ռազմական հանցագործ պետություն է։ Սրան Հայաստանի արտգործնականության Վստահաբար նման հայտարարությունները չեն օգնում, որպեսզի կառուցողական եւ փոխըմբռնման մթնոլորտ ձևավորվի հետագա քննարկումների համար եւ հույս ունենք, որ նման հայտարարություններ ապագայում չեն հնչի։